Բարի երեկո եւ բարի գալուստ հայկական ժամանակ տաղավարում զրուցելու եմ քաղաքացիական պայմանագիր խմբակցության падգամավոր Սոնա Ղազարյանի հետ։ Բարև ձեզ Տիկին Ղազարյան։ Տիկին Ղազարյան, ուզում եմ զրույցը սկսենք կրկին, քանի որ վերջին շրջանում գիտեք ամենաշատ շրջանառվող բառը հիբրիդային բառն է եւ հիբրիդային պատերազմի տրամաբանության մեջ մենք կրկին տեսնում ենք, թե ամենատարբեր աղբյուրներից ինչպիսի ապատեղեկատվություններ են ժամանակ առ ժամանակ փորձում տարածել, այս անգամ լուրը LGBT այսպես շքերթ կազմակերպելու մասին էր, որը շատ արագ հերքվեց թե կառավարության կողմից, թե վարչապետի մամուլի խոսնակի կողմից, բայց տեսեք, լուրը արդեն այսպես մեծ սփռթվածություն ունեցավ ադրբեջանական, թուրքական, ռուսական մամուլում, այստեղ տեղական որոշ աղբյուրներ սկսեցին գրել եւ խոսել, անգամ անհատներ որոշ, նախկին падգամավորներ, նախ ընդհանուր առմամբ հասկանանք, որն է նպատակը, որն է միտումը։ Նախ եւ առաջ, ինչպես արդեն մամուլի խոսնակ Տիկին Բաղդասյանը նշել էր, սա ինստիտուտների նկատմամբ անվստահության մթնոլորտ ձևավորելու մասին է, եւ մենք պետք է հաշվի առնենք, որ նախընտրական շրջանում սրանք ավելի սրվելու են, բայց ես կարծում եմ, որ հայ ժողովուրդը եւ իշխանությունները փորձառություն ունեն պայքարելու fake news-ի դեմ, այսպես կոչված, իհարկե գործիքները կարող են փոփոխվել, նորանոր ուրեմն գործիքներ կիրառվել, ինչպես արհեստական բանակցության մասնակցությամբ, գիտեք, deepfake-երի, բայց ես կարծում եմ, որ քաղաքացիները ունեն իմունիտետ, որը ձեռք են բերել հետպատերազմյան շրջանում, որովհետև եթե կհիշեք, այս ժամանակ էլ պակաս չկար fake լուրերի։ Ինչ պետք անել, պետք է պրոակտիվ տեղեկատվություն տրամադրել քաղաքացիներին եւ այո, նշել այն հեղինակներին, ովքեր ապատեղեկատվության տարածող են, եւ մեր քաղաքացիներին ասել, որ ձեր վախերի, ցավերի վրա նրանք փորձում են քաղաքական կապիտալ ձեռք բերեն, այսինքն լայքերի մուրացկաներ են, եւ այս առումով ակտիվ քարոզ տանել ոչ միայն ապատեղեկատվության դեմ, այլ նաև այն անձանց, ովքեր դա ակտիվ տարածում են։ Իհարկե, դուք գիտեք, որ մենք նաև մի քանի օրենսդրական փոփոխություններով հանդես եկանք, որով փորձեցինք, եթե կհիշեք, մի պահ շատ ակտիվ տելեգրամյան ալիքներին հղում էին արվում եւ անանուն այս հղումների մասով Տիկին Մինասյանը, եթե չեմ սխալվում, հենց օրենսդրական նախաձեռնությամբ հանդես եկավ, մենք պետք է ժամանակակից մարտահրավերների, ժամանակակից օրենսդրությամբ արձագանքենք եւ այսպես գնանք առաջ, բայց մեր քաղաքացիներին ամուր նյարդեր եմ ցանկանում, որովհետեւ պարզ է, որ որքան մոտենում են ընտրությունները, այդքան այս գործիքները ագրեսիվ կիրառվելու են մեր հասարակության դեմ։ Բայց դե ինչպես արդեն ասացի, իմունիտետ ունենք, պայքարելու ձևերը գիտենք։ Բայց հետաքրքիր է, որ ռազմավարություն է փոխվել, հիմա կասեմ ինչ նկատի ունեմ, Տիկին Ղազարյան, եթե նախկինում մենք նման լուրեր հանդիպում էինք, օրինակ ռուսական ինչ-որ տելեգրամ ալիքներում կամ սկզբնաղբյուրը լինում էր հենց ռուսական որևէ տելեգրամ աղբյուր, ապա դա լայն տարածում էր գտնում, հիմա հետաքրքիր մոտեցում են կարծես, թե այսպես հետաքրքիր ռազմավարություն է վարում Կրեմլյան այս քարոզչա մեքենան, այդ աղբյուրները հիմնականում այսպես Թուրքիայի եւ կամ Ադրբեջանի հետ են կապված։ Դրանք հիմնականում թուրքական են կամ ադրբեջանական լրատվամիջոցներ, սակայն երբ որ խորանում ես եւ փորփրում ես, աղբյուրը կրկին Կրեմլյան պրոպագանդիստներն են հանդիսանում։ Հիմա այստեղ հետաքրքիր է ինչու են անցել նման մեխանիզմ, այսինքն մտածում եմ, որ այս կերպ ավելի արդյունավետ կարելի է ազդել հանրության վրա եւ թուրքական ու ադրբեջանական մեդիայի միջոցով ապատեղեկատվությունը ավելի սուր կարող է ընկալվել։ Միտումը որն է, որովհետեւ էլի եմ ասում, առաջներում, երբ ուղիղ մենք ռուսական տելեգրամյան ալիքներում կտեսնեինք նման լուրեր, հիմա տեղափոխել են հարթակները Թուրքիա եւ Ադրբեջան։ Ձեր հարցին պատասխանելիս երկու բաղադրիչ առանձնացնեմ։ Առաջինը, այո, ճշմարիտ եք ասում, որ ինչպես օրինակ մսկիթների պարագայում պարզվեց, որ թուրքական աղբյուրը կրկին ռուսական էր, այո, այս բացահայտումը տեղի ունեցավ մի փոքր անց եւ արդեն դժվար էր այս կոմունիկացնել քաղաքացիների հետ, որովհետեւ fake լուրն ունի այսպիսի կանոն, եթե մի քանի ժամվա ընթացքում չես հերքում, նույնիսկ 1 ժամվա ընթացքում, ապա դրա դեմն առնելը բարդ է եւ այս չգիտեմ, ձեր տաղավարում մեր փորձագետները խոսել են այս մասին թե չէ, բայց նաեւ փորձագիտական համայնքներ բացահայտել այդ թուրքական աղբյուրի ռուսական լինելը եւ երկրորդը, եթե իսկապես Կրեմլյան ձեռագիր է եւ փոխվում է, ապա երևի թե Կրեմլում նկատել են կամ այն առանձին անհատները, ովքեր ակտիվորեն մեդիա քարոզարշավներով են զբաղվում, որ Հայաստանում փոխվել է վերաբերմունքը ռուսական աղբյուրների նկատմամբ, որովհետեւ Ռուսաստանի նկատմամբ վերաբերմունքը ձևավորվել է մի քանի հենց ռուսական քայլերով, սկսած Սոլովյովի նման մեկնաբանների ակտիվ հակահայկական օրակարգերով, վերջացրած ինչու ոչ հապկի դիրքորոշմամբ մեր սահմանների նկատմամբ, այսինքն Հայաստանում ձևավորվել է բավականին
Ռուսաստանի նկատմամբ ոչ միանշանակ վերաբերմունք եւ ես կարծում եմ, որ իրենք գնահատում են, թե որքան արդյունավետ կարող է լինել այս գործելավոճը, բայց դե ամեն դեպքում մեր քաղաքացիները նաեւ այս հմտությունները պետք է ձեռք բերեն, տարբերակելու ուրեմն ոչ միայն հետևելու թե կայքը ինչպիսին է կամ որ երկրին է, այլև հեղինակների աշխատանքը, նախկին փորձառությունը եւ այլն, եւ իզուր չէ, որ մենք Եվրոմիության հետ աշխատելու ենք հենց նախընտրական շրջանում ուրեմն ակտիվ այդ ֆեյքային արշավների, տեղեկատվական արշավների դեմ, եւ գիտեք, որ Եմեն դիրքորոշում ունի մեզ տրամադրելու գումար, մեզ նկատի ունեմ պետությանը, որը հավանաբար քաղաքասարակության միջոցով հենց այս պայքարի արդյունավետության լավարկման վրա կծախսվի։ Իդեպ այդ Եմենի աջակցությունը անհանգստացնում է ռուսական կողմին, դրա մասին բացահայտ հայտարարել է Լավրովը, որ հայ հասարակության փոխարեն ինքը կանհանգստանար, որովհետև Եմեն իր աջակցությամբ կարող է միջամտել ընտրություններին, իսկ Մոլդովայի օրինակով ասում է տեսանք, որ կեղծվեցին ընտրությունները։ Լավրովն է այս մասին խոսում։ Այստեղ ես իհարկե չեմ պատրաստում փորձագիտական վերլուծություն իրականացնել, թե Մոլդովայի մեջ տեղ ունեցավ, բայց կարծում եմ Մոլդովայի նախագահան ԵԽՎ լագումանիստերի դալիճում հստակ իր ուղերձը հասցրեց հայ ժողովրդին, հայաստանցիներին եւ մենք պետք է բոլորս միասին հետևություններ անենք, թե կարևոր չէ որ, բայց այլ պետությունների կողմից ներքաղաքական օրակարգեր խառնվելու փորձերը ինչ հետևանքներ կարող են ունենալ։ Ուզում հիշեցնել մեր քաղաքացիներին, որ մենք ունենք մի լավ զեկույց Varieties of Democracy կողմից, որոնք զգուշացնում են մեզ, որ այլ երրորդ պետություններ ներքաղաքական օրակարգերին միջամտելու փորձ արդեն իսկ արել են, իսկ ընտրությունները դա նախ եւ առաջ պետության եւ քաղաքացիների մեջ զրույց է եւ թույլ չենք տալու, որպեսզի այս զրույցի մեջ երրորդ որևէ այլ երկիր ներքաշվի, իսկ Եվրոմիությունը ընդհանրապես փորձում է մեզ տրամադրել գործիքներ, որպեսզի բացառենք ցանկացած այլ երրորդ պետության միջամտությունը մեր խոսակցությանը։ Տիկին Ղազարյանի դեպ կրեմլյան կրկին պրոպագանդիստներ վերջին օրերին ոդքասթի ժամանակ խոսում էին այն մասին, որ Ռուսաստանը լուրջ մտահոգվելու տեղիք ունի, որովհետև կարծես թե Հայաստանը իրենց բարով ասած կորցնում է, որովհետև այն ուժերը, որոնց վրա հենվում է Ռուսաստանը եւ որոնց միջոցով փորձում է վերադառնալ, կարծես թե այդքան էլ մեծ, այսպես սատարում չունեն Հայաստանում եւ անգամ մտահոգություն էին հայտնում լրագրողները, որ կարծես թե մեծ մասը սատարում են Նիկոլ Փաշինյանին եւ սա խնդիր է մեզ համար։ Հիմա նման հայտարարությունների պարագայում իսկապես չեք կարծում, որ սա ուղիղ միջամտություն է, նման հայտարարությունները կամ Սոլովյովը, Դուգինը, որ հայտարարում են Հայաստանի անկախության ինքնիշխանության մասին, ինչպես են այս հայտարարությունը։ Ակնհայտ է, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների մեծամասնությունը աջակցում են վարչապետ Նիկոլ Փաշինյանին եւ քաղաքացիական պայմանագիր կուսակցությանը եւ շատ ուրախ եմ, որ դա նկատում են ամենուր եւ առաջարկում եմ հաշվի նստել հայ ժողովրդի քաղաքական հայտի հետ, որովհետեւ մենք ժողովրդավար պետություն ենք եւ ժողովրդի ընտրությունը անքննելի է այս իմաստով։ Իսկ ինչ վերաբերում է այլ քաղաքական ուժերին, այո, բազում հարցումները ապացուցեն առայն, որ բոլոր այն քաղաքական ուժերը, որոնք չեն սատարում Հայաստանի ինքնիշխանությունը եւ ժողովրդավարությունը, չունեն ժողովրդի մեծամասնության աջակցությունը եւ հատկապես այլ երկրներում կապիտալ կուտակած քաղաքական ուժերը վստահ եմ մերժվելու են մեր քաղաքացիների կողմից, որովհետեւ չեն ուզում, որպեսզի մեր պետությունը հայտնվի անինքնիշխան կարգավիճակում, իսկ ակնհայտ է, որ եթե քաղաքական գործիչը իր քաղաքական գործիչը դժվար եմ ասել, թե անձը իր կապիտալը, իր ներդրումն անում է այլ պետությունում, ապա նա չի կապում իր կյանքը, իր երեխաների կյանքն ու ապագան Հայաստանի Հանրապետության հետ, ինչու պետք է նա արժանանա հայ ժողովրդի, հայ քաղաքացու քվեին։ Գիտեմ, որ այս հարցով արդեն հոգնեցրել եմ վերջին շրջանում, բայց այնուամենայնիվ ինչու նման մարդիկ օրենքի ուժով դուրս չեն դրվում ընտրապայքարի մեջ մտնելուց առհասարակ։ Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը հստակ արձանագրում է, թե ովքեր կարող են գրանցել կուսակցություն Հայաստանի Հանրապետությունում, ովքեր կարող են լինել վարչապետի տեխնացու, ովքեր կարող են լինել падգամավոր։ Մենք ժողովրդավար պետություն ենք եւ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն, երբ որ հայտ ներկայացում են կուսակցություններին գրանցվելու, նրա այդ ուրեմն ծրագիրը մանրամասն ուսումնասիրվում է, տեղի ունենում համագումար, որտեղ քվորումի ապահովման հարց կա, եւ եթե այդպիսի տեղի է ունենում, ես սկզբունքորեն դեմ չեմ, որպեսզի օրենքի շրջանակներում կուսակցությունները գրանցվեն, այլ հարց է, որ հստակ է, որ վարչապետի տեխնացու չի կարող երկքաղաքացի լինել, նախարար չի կարող երկքաղաքացի լինել, եւ սա հստակ ձևավորված է օրենսդրական դաշտում։ Մնացած հարցերը ես կարծում եմ նաեւ քաղաքական տիրույթում են եւ շատ ուրախ
եմ, որ մեր ժողովուրդը, որ իմաստություն է ցուցաբերել 21 թվականի ընտրություններում, կրկին նույն իմաստությամբ կգնա քաղաքական գործընթացի եւ դրա մաս կդառնա։ Տիկին Ղազարյան, կրկին պիտի անդրադառնանք Ռուսաստանին, որովհետեւ վերջին շրջանում հայտարարությունները գրեթե ամենօրյա մակարդակում են հնչում ու հնարավոր չէ դրանց չանդրադառնալ։ Լավրովը օրերս կրկին հիշեցրեց, որ Հայաստանը ԵԱՏՄ անդամ լինելով մեծ շահույթ ունի այդտեղ, հիշեցրեց, որ Հայաստանը հանդիսանում է ՀԱՊԿ անդամ բոլոր պարտականություններով եւ նաեւ ասաց, որ ռուսական ռազմաբազան եւ մեր սահմանապահները Հայաստանի եւ ողջ հարավային Կովկասի անվտանգության կարեւորագույն տարրերն են, հիշեցման կարգով։ Հիմա ինչպես հասկանալ այս հայտարարությունները։ Սրանք պարզապես հիշեցում են, թե սրանք տողատակում այլ նպատակներ են հետապնդում, որովհետեւ նույն զրույցի ժամանակ Լավրովը նաեւ հիշեցրել էր, թե ինչքան վտանգավոր կարող է լինել Հայաստանի եւ Եվրամիության հարկադրված, ինչպես իրենք են ասում, մերձեցումը եւ նաեւ զգուշացնում էր, որ Բրյուսելը եւ Վաշինգտոնը այլ ծրագրեր ունեն, Հայաստանը պիտի դա հասկանա։ Հիմա ինչ ծրագրերի մասին է խոսում Լավրովը, ինչի մասին է զգուշացնում եւ արդյոք չեք մտահոգվում էլի նման հայտարարություններ լսելով։ Արդյոք երկխոսություն կա Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ, որովհետեւ երբեմն տարընկալում կա այստեղից մեկ այլ հայտարարություն է հնչում, այնտեղից լրիվ հակադիր, թրիփի մասով մենք էլի կխոսենք Զախարովայի հայտարարության շուրջ։ Իհարկե անշնորհակալ գործ է մեկնաբանել այլ պետությունների արտգործնախարարի հայտարարությունները։ Ես կարող եմ անել մի քանի պնդումներ, որոնք արտացոլում են Հայաստանի Հանրապետության պաշտոնական Երևանի պաշտոնական դիրքորոշումը։ ՀԱՊԿ-ի մասով մենք հայտնել ենք վերջնական, որ մեր դիրքորոշումը փոփոխման ենթակա չէ, մինչդեռ ՀԱՊԿ-ը չի ճանաչում սեփական կազմակերպության սահմանները։ Այս իմաստով Հայաստանի Հանրապետությունը ճանաչում է իր սահմանները եւ դա արձանագրված է Ալմատի հռչակագրով, առաջարկում ենք Լավրովին հետեւել նաեւ իր երկրի կողմից վավերացրած այս փաստաթղթի տրամաբանությանը։ Ինչ վերաբերում է ԵԱՏՄ-ին, Հայաստանի Հանրապետություն ԵԱՏՄ կարևոր գործընկեր է եւ պարզ բան է, այս ոչ մի նորություն չէ, որ որևէ երկիր չի կարող երկու մաքսային միությունների անդամ լինել եւ Հայաստանը ըստ անհրաժեշտության կողմնորոշվի, թե որ միության, մաքսային միության անդամ է ուզում լինել, ուզում եմ հիշեցնել, որ Հայաստանի Հանրապետությունը սահմանակից չէ ԵԱՏՄ որևէ անդամ պետության եւ դեռևս 13 թվականին, երբ որ Հայաստանի Հանրապետությունը անդամակցում էր ԵԱՏՄ-ին, այդ օրերի վարչապետ Տիգրան Սարգսյանը հայտարարում էր, որ եւ որ փորձում էր ասել, որ չենք միանալու եւ այլն, որ սահման չունենալով ԵԱՏՄ-ի հետ, ԵԱՏՄ-ին անդամակցելը սուվերենության անկում կարող է նշանակել։ Այս հայտարարությունը կարող է ցանկացած քաղաքացի ստուգել, ուրեմն կա ինտերնետում ուղիղ ցիտում է եւ Թուրքիայի հետ Հայաստան սահմանի եւ Թուրքիան բացի սահմանը Հայաստանի Հանրապետության հետ Հայաստանի Հանրապետությունը անմիջական սահմանակից է դառնալու մաքսային միության, բայց արդեն Եվրոմիության մաքսային միության եւ մեր համապատասխան գերատեսչությունները կարող են վերլուծություն անել թե այս պահին որ միության անդամակցելը ավելի տրամաբանական է Հայաստանի Հանրապետության համար։ Ինչ վերաբերում է Հայաստանի Հանրապետության անվտանգությանը, ապա Հայաստանի Հանրապետության անվտանգությունն ապահովում են մեր զինված ուժերը, մեր քաղաքացիները եւ բոլոր այն դիվանագիտական հարաբերությունները եւ ռազմավարական գործընկերությունները, որոնք հաստատել ենք։ Այո, ցավոք սրտի Ռուսաստան չի արդարացրել իրեն որպես ռազմավարական գործընկեր եւ որ Հայաստանի սուվերեն տարածքի վրա հարձակում է եղել եւ դրա արդյունքում է որ Հայաստանի Հանրապետությունում տեղակայված է ԵՄ դիտորդական առաքելությունը։ Մեր քաղաքացիները ունեն հստակ դիրքորոշում Ռուսաստանի անվտանգային բաղադրիչի մասով եւ ես կարող եմ միայն կիսել այս անհանգստությունը մեր քաղաքացիների, որովհետեւ մեր այսպես ասած տառապանքը փորձ ունի եւ մենք գիտենք թե ինչ է տեղ ունեցել հատկապես 22 թվականի նախընտրական շրջանում, երբ որ սուվերեն տարածքի վրա հարձակում տեղի ունեցավ Ռուսաստանի լուր ներկայությամբ։ Տիկին Ղազարյան, ասում եք տառապանքը փորձ ունի, նաև ձեր խոսքի սկզբում նշեցիք, որ ՀԱՊԿ չի ճանաչում Հայաստանի սահմանները, միաժամանակ մենք լսում ենք հայտարարություններ Հայաստանի կառավարության կողմից, ամենատարբեր պաշտոնյաների կողմից, որ թրիփի մասով բաց են եւ այդտեղ կարող է նաև մասնակցություն ունենալ Ռուսաստանը ցանկության դեպքում։ Ինչպես հասկանալ նման հայտարարությունները։ Այսինքն Հայաստանը այս կերպ փորձում է մանևրել, հասկանալով, որ Ռուսաստանը առանձնապես շահագրգռված չէ, թե իսկապես
մտածում է, որ Ռուսաստանը շահագրգռվածություն ունի եւ կարող է մասնակցություն ունենալ թրիփում, Զախարևան այդ մասին խոսել է, մենք ավելի ուշ էլի անդրադառնանք առանձին Զախարևային, որովհետեւ ինքը Զախարևայի եւ երկրորդ նախագահի տեսակետները այստեղ հատվում են, ասում են, որ պիտի եւ զարմանք եւ օրինաչափություն կարծես թե, որ պիտի երրորդ կողմ լինի պարտադիր, պիտի բոլոր կողմերը նստեն, հասկանան, այդտեղ խոսում է ռուսական երկաթուղու գործոնի մասին, այսինքն ինչպես այս պարագայում, երբ մյուս կողմից մենք հակառակ լսում ենք այսպես որոշակի տողատակում սպառնալից հայտարարություններ, որ մի մոռացեք ռուսական երկաթուղու մասին, թրիփը չի կարող անցնել այդ տարածքով, որովհետև դա ռուս սահմանապահների գոտին է, հայկական կողմից էլ ասում են, դե մենք բաց ենք, կարող եք գալ մասնակցել։ Նախ եւ առաջ Հայաստանի Հանրապետությունը պաշտոնական դիմել է Ռուսաստանին, գիտեք, երկաթգիծը սպասարկող կազմակերպությանը, որովհետեւ գործող կազմակերպությունը որոշ պարտականություններ ունի, որոնք պետք է իրականացնի եւ ըստ այդմ Հայաստանի Հանրապետությունը կկողմնորոշվի ինչպես շարունակել այս մասով։ Ինչ վերաբերում է TRIP-ին եւ այդ նախագծին հստակ է, որ այն գործելու է Հայաստանի Հանրապետության իրավազորության ներքո եւ սահմանապահները, հայ սահմանապահները իրականացնել են օրենքով սահմանված իրենց բոլոր լիազորությունները։ Այստեղ հարգվել է Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը եւ իրավազորությունը եւ Ռուսաստանի մեկնաբանությունը բնականաբար սխալ են այս մասով։ TRIP նախագիծը կարևորագույն տարածաշրջանային նախագիծ է, որն ապահովելու է երկարաժամկետ կայունություն տարածաշրջանում եւ մեծ տնտեսական հոսքեր եւ ես կարծում եմ, որ եւ ես վստահ եմ, որ հայկական կողմը հետաքրքրված է օր առաջ այս նախագիծի իրականություն դարձնել եւ ակնկալում եմ, որ մոտորերս նորություններ կլինեն, որոնք կբավարարեն մեր այն քաղաքացիների ցանկությունները, որոնք կապում են Հայաստանը տարածաշրջանային զարգացման հետ եւ վստահ եմ, որ այս նախագիծը դառնալու է շատ կարեւոր ոչ միայն տարածաշրջանային, այլ համաշխարհային պրոյեկտ, որովհետեւ ակնհայտ է այն պետությունները, որոնք հայտնել են հետաքրքրություն, սկսած Չինաստանից մինչև Եվրոմիություն, անցնելու են այս ճանապարհով եւ շահագրգռված են լինելու տարածաշրջանային անվտանգային կայունությամբ։ Ինչու է անհանգիստ այս մասով Ռոբերտ Քոչարյանը, ինձ թվում է ավելի քան պարզ է։ Ռոբերտ Քոչարյանը չի կապում Հայաստանը իր հետ, իր հայրենիք չի համարում, նա պարզապես ցանկանում է նպաստել Հայաստանի Հանրապետության անկախության անկմանը, որի արդյունքում կկարողանա այսպես գուբերնատորի կոչում ստանալ։ Ես կարծում եմ, որ հիմա առհասարակ պատմական ընտրություններին գնալով, ես այդպիսին եմ համարում 26 թվականի ընտրությունները, Հայաստանի Հանրապետության քաղաքացին վերջնականապես փակելու է մեր անկախությունը կասկածի տակ դնելու հնարավոր բոլոր փորձերը։ Տեսեք, Տիկին Ղազարյան, չի ուզենա իհարկե անդրադառնալ երկրորդ նախագահի ասուլիսին, բայց մի քանի պնդումել է արել, որ այստեղ հակասում է ձեր թեզերին, օրինակ դուք խոսում եք Ադրբեջանի հետ խաղաղության մասին, ապա շրջափակման մասին, Քոչարյանն ասում է, որ չի պատրաստվում եւ պետք չէ սահմանափակվել 29000 եւ այդ ինչպես ինքն է ասում, այդ շարունակությամբ, որովհետեւ մենք մեծ սփյուռք ունենք եւ այս տարածքները, որ մենք ունենք, մեզ բավարար չեն լինելու։ Հիմա ինչպես հասկանալ, մի կողմից դուք խոսում եք խաղաղության մասին, մյուս կողմից երկրորդ նախագահը, որ հայտարարում է, որ այս տարածքները քիչ են եւ չենք պատրաստվում սահմանափակվել։ Ում եւ ինչի հաշվին եւ նաեւ ամերիկյան ներդրումներն են անհանգստացրել երկրորդ նախագահին, ասում է տպավորություն է ոսկուց պիտի կառուցվեն այդ ռելսերը, այդ ինչ գումարների մասին է խոսքը, այդ ինչ գումարների մասին է խոսքը Տիկին Ղազարյան։ Նախ պետք է անկեղծանամ եւ ասեմ, որ չեմ դիտել Քոչարյանի ասուլիսը, բայց միայն արձագանքներն եմ տեսել համացանցում եւ այդ կտորը, որ քաղաքացիներից շատերին զայրացրել էր, որ Ռոբերտ Քոչարյանը փաստորեն 10 տարի պաշտոնավարելով այդպես էլ չէր սերտել Հայաստանի Հանրապետության տարածքը, չէր սերտել, երևի չէր կարևորում, որովհետեւ պատրաստ էր Հայաստանի սուվերեն տարածքից մի մեծ կտոր մեղրին այն է զիջել, որը մինչ օրս չէր հերքել եւ ապացուցված է դա ազատության կողմից գաղտնազերծված այն տեսանյութով, որով մեղրին պատրաստվում էր հանձնել Ադրբեջանին։ Ես չեմ ցանկանում մեկնաբանել Ռոբերտ Քոչարյանի մնացած պնդումները, որովհետեւ կրկին ասում եմ, մարդ հանդես չի գալի Հայաստանի Հանրապետության անունից եւ չի սպասարկում Հայաստանի շահը։ Ինչ վերաբերում է TRIP նախագծին, ապա TRIP կազմակերպության երևի սխալ է ընկալել, ուրեմն TRIP կազմակերպությունում Հայաստանը ունենալու է մասնաբաժինը, ի տարբերություն բոլոր այն գործարքների, որոնք նախկինում տեղի ունեցել պարտքույքի դիմաց, որտեղ Հայաստանը կոպեկների, գրոշների դիմաց Ռուսաստանին տվել է կարևոր ենթակառուցվածքներ։ Այս իմաստով Հայաստանի Հանրապետությունը բավականին
շահավետ դիրքում է, որովհետև կրկին բոլոր հարկերը հավաքելու է, մաքսատուրքերը հավաքելու է, ամեն ինչ գործելու է մեր օրենքների կարգավորմամբ, բայց այդ կազմակերպությունը, որ գրանցվելու է Հայաստանում, որտեղ Հայաստան ունենալու է իր մասնակցությունը, կառուցելու է երկաթգիծը, որը ցավոք սրտի նախկին նախագահան ոչ բառից ուղիղ իմաստով կերել է։ Ինքը երևի ավելի լավ կգնահատի, թե իր կերածի չափերը որքան են։ Եվ JD Vance-ի այցելությունը, որ վերջին շրջանում տևական ժամանակ է քննարկվում, մենք գիտենք, որ հաշված օրեր են մնացել, որ Միացյալ Նահանգների փոխնախագահը կգա Հայաստան եւ նաեւ Ադրբեջան, ինչ սպասել այս հանդիպման համատեքստում, այսինքն այս այցը թե առանձին երկու երկրների համար եւ թե խաղաղության համատեքստում ինչ կարող է տալ, մասնավորապես գիտեք Դավոսում նաեւ Իլհամ Ալիևն էր խոսել այն մասին, որ բավարար կամքի դեպքում Հայաստանը եւ Ադրբեջանը շուտով կարող են հասնել նաեւ խաղաղության պայմանագրի կնքման։ JD Vance-ի այցելությունը կարող է որոշակի դրական ազդակներ հաղորդել այդ իմաստով։ Արձագանքելով խաղաղության մասին պնդումներին, ես կարծում եմ, որ խաղաղությունը արդեն իսկ հաստատվել է, դեպ դրա վարկայությունն է այն, որ ժամեր առաջ տեղեկացանք, որ հերթական ուղեբեռցորենով հատելու է Ադրբեջանի սահմանը եւ գալու է Հայաստան, տնտեսական այս հոսքերը խաղաղության լավագույն ապացույցն են, եւ մենք էլ գիտեք, պատրաստ ենք մեր ապրանքները արտահանել Ադրբեջան, այս տնտեսական հոսքերը, քաղաքացիական միջև շփումները, ապա շրջափակումը, ընդհանուր առմամբ տարածաշրջանային կապուղիների բացումը, էներգետիկ հարաբերությունների հաստատումը դրանք խաղաղության լավագույն գրավականն են եւ ես շատ ողջավորված եմ այս առիթով, որովհետեւ կարծում եմ, որ Հայաստանի Հանրապետության անկախությունը, Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը հենց խաղաղության պայմաններում է, որ հնարավոր է պահպանել եւ փայփայել։ Սա կարևորագույն ձեռքբերումն է Հայաստանի Հանրապետության գործող իշխանությունների, այն միջավայրը, որում Հայաստանի Հանրապետությունը զարգանալու է։ Ինչ վերաբերում փոխնախագահի այցին, ուզում եմ այստեղ հիշեցնել մեր քաղաքացիներին, որ ինչպես էին իրենց կրկին փորձում մոլորեցնել, որ վարչակազմի փոփոխությամբ Միացյալ Նահանգների հետաքրքրությունը արտարածաշրջան փոխվելու է։ Գիտեք, որ ռազմավարական գործընկերության փաստաթուղթը ստորագրելիս Ջո Բայդենի վարչակազմի հետ ասում էին, որ ահա կփոխվի, ամեն բան թղթի վրա կմնա, բայց փոխնախագահ այցը գալիս է հաստատելու այն, որ Միացյալ Նահանգները անկախ վարչակազմից ունեն հետաքրքրություն տարածաշրջանում ներդրումներ անելու, տարածաշրջանում կայունություն հաստատելու եւ իհարկե մենք շատ շնորհակալ ենք Միացյալ Նահանգներին, որոնք մի քանի ուղղություններով մեզ հետ համագործակցում են եւ համագործակցելու են, որոնք նպաստելու են թե դիվերսիֆիկացմանը էներգետիկ ոլորտի, թե տնտեսական զարգացմանը։ Կրկին ուզում եմ հիշեցնել, որ Մխիթար Հայրապետյանն էլ էր պատվիրակության կազմում, որտեղ տեղեկատվական մասով էլ համագործակցություն կա, դուք գիտեք, որ մեծ կազմակերպություններ Հայաստան տեղակայվելու են եւ սա կրկին անվտանգային շատ մեծ երաշխիք է, իսկ ընթացքում արդեն ըստ անհրաժեշտության արտգործնախարարությունը կհայտարարի, թե ինչեր են ակնկալվում փոխնախագահի այցի շրջանակներում։ Տիկին Ղազարյան, գիտենք, որ այս տարի մայիսին Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովն է նաև Երևանում անցկացվելու, այս իմաստով գիտեք քննարկումները շատ են եղել, նաև տարբեր կարծիքներ կան, որ այդ գագաթնաժողովի ժամանակ հնարավոր է տեսնենք Թուրքիայի նախագահին Ռեջեփ Թայիփ Էրդողանին, այդ իմաստով նաև դրական տենդենսներ լինեն հայ-թուրքական հարաբերություններում, ինչու ոչ քննարկվում էր նաև Իլհամ Ալիևի այստեղ լինել չլինելու հանգամանքը։ Ընդհանուր առմամբ ինչ է կարծում, հնարավոր է արդյոք նման սցենար, որ այդ գագաթնաժողովի շրջանակներում կարող է այստեղ լինել թե Թուրքիայի, թե Ադրբեջանի նախագահները եւ արդյոք հավանական համարում եք այդ ժամկետում նաև խաղաղության պայմանագրի ստորագրումը, նկատի ունեմ մինչև ընտրություններ։ Իհարկե որևէ պաշտոնական աղբյուր չի հայտարարել ձեր նշած նախագահների մասնակցությունը, ոչ պաշտոնական թուրքական մամուլում նկատել եմ արձանագրություններ մասնակցության մասին, ադրբեջանական մասով որևէ տեղեկատվություն չունեմ, կարծում եմ, որ պաշտոնական հայտարարություններով ՀԱԳՆ-ն հանդես կգա, ինչ վերաբերում է խաղաղության պայմանագրի ստորագրմանը, ես կարող եմ որպես պաշտոնական հայկական դիրքորոշում ասել, որ մենք պատրաստ ենք այսօր հիմա այս պահին ստորագրել խաղաղության պայմանագիրը եւ ուզում եմ հիշեցնել մեր քաղաքացիներին, որ խաղաղության պայմանագիրը ամբողջությամբ գաղտնազերծված է, հասանելի է արտգործնախարարության կայքում, մեր քաղաքացիները կարող են ծանոթանալ, չտրվել մանիպուլյացիաների, չհավատալ դրա դեմոնիզացման բոլոր փորձերին եւ
վերահաստատում է, որ խաղաղության պայմանագիրը ամբողջությամբ սպասարկում է Հայաստանի Հանրապետության պետական շահը։ Իսկ ինչն է, այսպես ասած, կաշկանդում ադրբեջանական կողմին գնալ այդ քայլին Տիկին Ղազարյան, որովհետև գոնե ռետորաբանության մակարդակում մենք այնտեղ էլ տեսնում ենք որոշակի փոփոխություն, անգամ Իլհամ Ալիևն է խոսում խաղաղության մասին, տնտեսական հարաբերությունների մասին, Դավոսում էր այդ մասին խոսում նաև։ Ինչն է հիմա կաշկանդում, իսկապես սահմանադրությունը փոխել-չփոխելու հանգամանքն է, թե շատ ավելի այլ հարցեր կան, օրինակ նաև խորհրդարանական ընտրություններով է պայմանավորված այդ խաղաղության կնքել-չկնքելը։ Չեմ կարող շարժառիթների միանշանակ ասել, տարբեր մեկնաբանություններ կան, բայց քանի որ խոսեցիք սահմանադրության մասին, ուզում եմ վերահաստատել, որ սահմանադրական դատարանը, ինչպես նշել է, սահմանադրությունը մեր չի հակասում խաղաղության պայմանագրին, մենք չունենք տարածքային պահանջներ մեր հարևաններից որևէ մեկի նկատմամբ, իսկ սահմանադրության փոփոխության հարցը կքննարկվի ընտրություններից հետո, այժմ հանձնաժողովը ակտիվ աշխատում է սահմանադրական փոփոխությունների տեքստի շուրջ եւ ուզում եմ հիշեցնել, որ մենք սահմանադրական սահմանադրության փոփոխության, այսինքն նոր սահմանադրության անհրաժեշտության մասին խոսել ենք դեռևս փետրվարին 2020 թվականի եւ մեր քաղաքացիներին կոչ եմ անում թույլ չտալ, որպեսզի բոլոր այն քաղաքական ուժերը, ովքեր փորձում են Ադրբեջանին մասնակից դարձնել մեր ներքաղաքական օրակարգին, չհավատան, սա մեր ներքաղաքական օրակարգն է, սահմանադրությունը այն կարևորագույն փաստաթուղթն է, որը հաստատում է պայմանագիրը քաղաքացու եւ պետության միջեւ։ Եվ քանի որ մեր զրույցը այսպես կառուցում ենք խորհրդարանական ընտրությունների տրամաբանության մեջ, արդեն նախընտրական շրջան է, գիտեք, շուտով բոլոր ուժերը կհայտարարեն մասնակցելու մասին, Գագիկ Ծառուկյանը արդեն հայտարարել է, որ մասնակցելու է 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին։ Տեսեք, Տիկին Ղազարյան, այս իմաստով էլ 2018 թվականի հեղափոխություն եւ դրանից հետո հասարակության մոտ գոնե ակնկալիք կար, որ նախկին դերակատարները, ուժերը, անհատները, որոնք նաեւ նրանցից մեծ մասը անցնում են ամենատարբեր վարույթներով, ապօրինի գույքի հետ կապված, օրենքի ուժով ինչ որ կերպ դուրս կդրվեն քաղաքական դաշտից, քաղաքական դաշտը կմաքրվի, տևական ժամանակ է խոսվում է ընդդիմադիր դաշտի չկայանալու մասին։ Ինչ է կարծում, այստեղ ձեր մեղավորությունը կա թե չէ, որովհետև այստեղ մեղադրանքները կրկին ուղղված են ձեր ուժին եւ ինչով է պայմանավորված, որ այնուամենայնիվ ձեր հիմնական ընդդիմադիր ուժերը դրանք նախկին, այսպես ասած, ռեժիմներն են։ Ես կարծում եմ հեղափոխության կարևորագույն ձեռքբերումը դա ժողովրդին իշխանություն վերադարձնելն է, որպեսզի ժողովուրդը ամեն ընտրությունների մասնակցելով վստահ լինի, որ իր քվեն տեղ է հասնում։ Իսկ ինչ վերաբերում է Գագիկ Ծառուկյանի մասնակցությանը, մի քանի օր առաջ տեսա, որ համայնքին վերադարձրել էր 16-17 գողացված տարածք, ես վստահ եմ, որ քաղաքացիները նկատում են դա, նկատում են, որ մենք ինչպես խոստացել էինք, այնպես պետությունից գողացվածը ստիպելու ենք, որպեսզի վերադարձեն իհարկե օրենքի ուժով եւ ինչու պետք է օժտեն իրենից գողացողին քվեով, այն էլ խորհրդարանում կարևոր որոշումներ կայացնելու բնական է, չէ՞, որ ընդդիմադիր լինելու համար են պայքարում, խորհրդարանում ակնկալիք չունեն մեծամասնություն ձևավորելու, չեն օժտելու նման քաղաքական ուժերին որևէ օրակարգ խորհրդարանում ձևավորելու հնարավորությունից։ Ես կարծում եմ նախկիների էջը փակված է եւ եթե չեն հավատում ինձ, կարող են սպասել հունիսի 7-ին քաղաքացիների միանշանակ արձագանքին։ Այսինքն ես ճիշտ եմ հասկանում, որ նախկին դերակատարների համար, այդ անհատների համար, որոնց մասին մենք խոսեցինք, մանդատը պարզապես քաղաքական վահան է, այսինքն իրենք չեն գալիս որևէ օրակարգ ձևավորելու, ինչ որ նախագծեր բերելու։ Դրա ապացույցն այն է, որ Հայաստան Դաշինքը մինչ օրս մի օրենք, եթե չեմ սխալվում, մեկ, բայց ամեն դեպքում այս մի օրենքի մասով վստահ մի օրենք է սահմանադրական դատան վիճարկել եւ դա գուշակ է ապօրինի ծագում ունեցող գույքի վերադարձման մասին նախագիծն է, այսինքն իրենք վերադարձել են խորհրդարան սեփական գույքը պաշտպանելու օրակարգով, իսկ Լևոն Քոչարյանը, որ օր ու գիշեր հայտարարում էր հայրենիքի փրկության մասին, խորհրդարանում մինչ օրս միակ հարցը, որ բարձրաձայնելն է, դա իբրև իրեն ծեծելու միջադեպն է, այս մարդիկ անձնական շահից են կողմ որևէ բան չեն տեսնում, դա տեսնելու համար պարզապես մի նիստ կարելի է հետևել մի նիստի ընթացքին եւ տեսնել, որ այս մարդիկ խորհրդանում հայ ժողովրդով հետաքրքրված չեն։ Բայց այնուամենայնիվ նաև հայտարարում են, որ իրենք բլոկներով, դաշինքներով, այսինքն բոլոր հնարավոր ձևերով պայքարելու են քաղաքացիական պայմանագրի դեմ։ Այդ իմաստով մտավախություն կամ վախ չկա, որ ժողովրդավարական գործիքներ են տրվել անգամ ավտորիտար ուժերի կամ ավտորիտար միտումներ ունեցող ուժերի համար։
չէ, մտավախություն չկա, ինչու մի բարձ պատճառով, որովհետև ամենաբարդ պահին 21 թվականին մեր քաղաքացին ընտրել է հետագայում իր ընտրելու իրավունքը, որը կապում է միայն մեզ հետ։ Ես վստահ եմ, որ այս անգամ նույնը տեղի է ունենալու։ Շնորհակալ եմ Տիկին Ղազարյան։ Հիշեցնեմ, որ տաղավարում զրուցում էի քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր Սոնա Ղազարյանի հետ։ Կհանդիպենք։